Դուք արտանում եք։ Չէ, Իսկ ձեր կարծիքով ո՞նց է ձեր վրա ազդելու։ շատ լավ ազդելու։ Այնքանով լավ է, որ սա քանդենք, ինչ կա չկա։ Քոչենք էլի կամ էլ կտանք նվեր թուրքերին, ազգանուններս կփոխենք, ապրենք էլի։ Ինչ վատ է։ Մի հայ չես էլի կլես թուրք։ Ինչ է կարծում ես հունիսի 7-ի ընտրությունների հետ է Հունիսի շատ 7-ի ընտրությունների մի հավատա։ Սա այսպես կանեն, իրանց ուզածով, հետո դրանից հետո թե իշ կլնի Աստված գիտի, թե իրար կուտեն, իրար կմորթեն, իշ կանեն չենք իմանում։ Մի կեժան ֆռալ դու էլ հավեսը թանի նոր կգաս էլի, հələ մինչև կհանգստանամ կարող է ընկերական էլ տամ։ Ռուսաստանի արտահանման հետ կապված Բադրջան ինչքան եք հիմա վաճառում։ 8 ասում ենք, սպասում ենք թե կլեն թե իշ կաս։ Իսկ կհիշեք մոտ 2 շաբաթ առաջ ինչքան էիք վաճառում, ինչ որ գնային փոփոխություն եղել է։ Հələ առայժմ չէ, բայց կարող ամսի 1-ից հետո լինի։ Հələ որ չէ։ Իսկ ինչ է կարծում Ռուսաստանի հետ հարաբերությունները պետքա կարգավորվեն, որ արտահանում լինի։ Ինչ կարգավորել է, ասում է կարգավորենք Ռուսիա։ Հազիվ ենք այն մարդ բրծենք է Թուրքի ձեռը, կարգավորենք նորից Ռուսը գա մեզ պահի։ Հենա Թուրքը կպահի էլի։ Վախ մեզ կվերացնի էլի Անդրից։ Բա ինչ պիտի անի։ Անդրից կվերացնի կպրծնենք։ Վախ մեզ Թուրքը մեզ չպահի։ Ես ապեշկերը ասում եմ, ես երբեք հարցազրույց չեմ տվել, բայց ես մի բան ասում եմ։ Իմ տնեն 44 օր պատերազմի մասնակից է։ Ուրեմն իր կողքին զոհվել են հազարավոր իր անգերները։ Իմ տղեն ոնց պիտի ապրի Թուրքիա տեկուց։ Ազգանունը կփոխի կաբրի։ Երբեք։ Ես 600 տարվա պատմություն ունեմ այդ գյուղում ապրում եմ։ Երբեք ես իմ ազգը չեմ փոխի։ Իմ կրոն փոխի, բայց այնքան էջ թվի կփոխեն, լավ ագիտացիա է այդտեղ։ Ընդհանրապես չեմ փոխի երբեք։ Ավելի լավ է մեռնեմ, քան թե իմ կրոնը փոխեմ, իմ ազգանունը փոխեմ։ Եթե դու քաղաքից այս բիբարը ինչքանով եք առնում։ Մենք այս բիբարը մեզ մարդը 100 դրամ չի կարում վաճառի։ Ձեզ ասեմ, ես անցյալ տարի մեր էսում 500 քառակուսից 3000-ատ 160 դրամով Մոսկվային բիբար եմ տվել։ Այսինքն ինչ դուս եկավ։ Ես օրեցմեմ այդ բիբարի ջերմոցն էլ քանդեմ։